Ողջույն սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ներկայացնել սխտորի ծիլերի թթուն, արդեն 4 օր է այն պատրաստել եմ, պատրաստ է նաև ձեզ ներկայացնելու, թթուն լավ թթվել է, ուրեմն վերցնում ենք սխտորի ծիլերը, կլինի կիլոգրամով, կլինի այսպես կապերով, իրենք դալար են լինում ընդհանրապես, բայց միգուցե մարդիկ լինեն այդքան էլ տեղեկացված չլինեն, որ ուժ հավաքելու դեպքում ծիլերի եզրերը հնարավոր է, որ մի քիչ փայտացած լինեն, պետք է ուշադիր լինեն գնելուց, դե իրենք բավականին երկար են լինում, այսպես պետք է կտրատել գոնե ափսեի չափով, եզրերը քանի որ սխտորի միջից են դուրս եկել, մաքուր էին, այսօրվա հավաքած էր, թարմը հավաքած էր, էլ չեմ կտրել եզրերից, իրենց հանած այդ եզրի մասը, որը սխտորի միջից էր հելել, ու դնում ենք լվանալու, մի քիչ կթողեմ հոսող ջրի տակ, մի 10 րոպե, հետո էլ մի լավ կչխչպեմ ու կհանեմ, ջուրը նախօրոք դրել եմ եռալու, շատ ջուր պետք չէ, այնպես որ այդքան սխտորի ծիլը մի 3-4 էտապով կարողանամ մի թեթև խաշեմ ու հանեմ, ուրեմն լցնում եմ ջրի մեջ, կափարիչը փակում եմ, հենց սկսում է եռալը, տակու վրա եմ անում և 1-2 րոպեից հանում եմ, չենք թողնում, որ շատ եփվի, որտև թթվելուց հետո, երբ ասենք թթուն վերջանա, մի շաբաթ հետո ավելի շատ կփափկի, դրա համար այս սարդ վիճակը ավելի լավ է, անմիջապես եփելուց հետո հանում ենք լցնում սառը ջրի մեջ, պետք է արագ հովացնել, որպեսզի եռալու ընթացքը չշարունակվի, ուրեմն սիրելիներս, եթե ուշադիր լինեք, եռալու ընթացքում ջրի երեսին գունավոր երանգ է առաջանում ու այսպես այս սառը ջրի մեջ լցնելուց հետո էլ սպիտակ փառ է երեսին կապում, դա երևի սխտորի մեջ պարունակվող ծծումբից է, դա իմ կարծիքն է, և այստեղ տեսեք, ուրեմն պահածոն արդեն արել եմ մարինադ, քացախաթթվով, շատ լավ է ստացվում, շատ շատերն են հավանում, երբ մեր տանը ճաշակում են այս պահածոն, տեսանյութի հղումը անպայման կլինի տեսանյութի ներքևում պահածոյի, իսկ այստեղ արդեն դասավորեմ կաթսայի մեջ խաշած սխտորի ծիլերը, ճիշտ է կաթսան մի քիչ մուգ գույն ունի, բայց մեջը ոչ մի բան չեմ դրել, ոչ հատիկ սխտոր, ոչ ծամիդ, ոչ դափնու տերև, ճիշտն ասած չեմ էլ սիրում, այս թթուն հենց ինքն իրենով շատ համեղ է ստացվում, սիրելիներս, ամբողջ այդ խաշված ծիլերը տեղավորում եմ կաթսայի մեջ, մի լավ սխմում եմ, վրան դնում եմ ափսե և այդ ձևով որոշում եմ ինչքան պետք է աղ ավելացնեմ թթվին, թթվելու համար, ուրեմն այս կաթսան 5 լիտր է տարողությունը, հաշվենք 3 լիտրանոց վարունգի պահածո ենք պահածոացնում, 3 լիտրանոց բանկային ավելացնում ենք 3 թեթև ճաշի գդալ աղ, հիմա այստեղ 4 լիտրանոց բանկայի չափով է լինելու, ծիլերը երբ որ դասավորված են, ես էլ հաշվում եմ, որ այդ չափին պետք է ավելացնեմ 4 ճաշի գդալ աղ, լիքը բլրակով, քանի որ ստույգ չափ չգիտեմ, ջուրը լցրեցի, դատարկեցի ու աղաջուրը բռնեցի, սիրելիներս հաջորդ օրը ինձ թվաց, որ ալանի է, 1 ճաշի գդալ եմ աղ ավելացրել, դուք էլ մի հատ ձեր բերանի համով կնայեք ու սա արդեն 4-րդ օրն է, թթվել է, քանի որ ամառ է, շոգ է, քացախ չեմ ավելացրել, որպեսզի արագ թթվի, թողել եմ ինքն իրենով, միայն աղ է այստեղ ավելացրած, թողել եմ ինքն իրենով թթվի, որպեսզի թթուն երկար մնալուց էլ ավելի շատ չթթվի, պահպանի իր սարդությունը, խրթխրթանությունը և թթվությունը, ահա սիրելիներս, նման թթվի համար էլ ինչ է հարկավոր, միայն կարտոֆիլ, կլինի տապակած, կլինի ժարի տարած, թե սովորական խաշած, ովքեր երբեք նման թթու չեն դրել, ինձ թվում է օգտակար կլինի տեսանյութս, կհանդիպենք հաջորդ նոր վլոգում, շնորհակալ եմ։